Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր կանդրադառնանք տեղագրական քարտեզների միջոցով իրական եւ մագնիսական ազիմուտների որոշմանը։ Կիմանանք, թե ինչպես քարտեզի միջոցով որոշել ուղղության անկյունը։ Մագնիսական խոտորման հաշվառմամբ կգտնենք մագնիսական ազիմուտը։ Կպարզենք, թե ինչպես կարելի է կիրառել ստացված արդյունքները կողմնացույցով տեղանքում կողմնորոշվելու համար։ Տեղագրական քարտեզը ոչ միայն ցույց է տալիս ռելիեֆը, գետերը կամ ճանապարհները, այլև թույլ է տալիս կատարել անկյունային հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են տեղանքում կողմնորոշվելու և տեղաշարժը ճիշտ ուղղությամբ կազմակերպելու համար։ Այս առումով շատ կարևոր է տարբերակել ազիմուտ և ուղղության անկյուն հասկացությունները։ Ազիմուտը դիտման կետից հյուսիս և նպատակակետ տարված ուղղությունների միջև կազմված անկյունն է, հաշված ժամսլաքի ուղղությամբ։ Ազիմուտը լինում է երկու տեսակի՝ իսկական կամ աշխարհագրական ազիմուտ։ Այն ցույց է տալիս աշխարհագրական բևեռի ուղղության նկատմամբ նպատակակետի ուղղության անկյունը։ Մագնիսական ազիմուտ, որը ցույց է տալիս մագնիսական հյուսիսի նկատմամբ նպատակակետի կազմած անկյունը։ Քանի որ աշխարհագրական հյուսիսը և մագնիսական հյուսիսը ամբողջությամբ չեն համընկնում, առաջանում է մագնիսական հակում։ Մագնիսական հակումը մագնիսական և աշխարհագրական միջօրեականների միջև անկյունային տարբերությունն է։ Մեխանիկական կողմնացույցը ցույց է տալիս մագնիսական հյուսիսի ուղղությունը, իսկ քարտեզում նշվող միջօրեականները աշխարհագրական են, ուստի հաճախ անհրաժեշտություն է առաջանում շտկելու այդ երկու ուղղությունների միջև առաջացող անկյունային տարբերությունը, այսինքն մագնիսական հակումը։ Ի տարբերություն աստիճանացանց ունեցող քարտեզների, տեղագրական քարտեզներն ունեն կիլոմետրային ցանց։ Նման քարտեզներում ազիմուտի գաղափարը փոխարինվում է ուղղության կամ դիրեկցիոն անկյուն գաղափարով։ Ուղղության անկյունը դիտման կետից կիլոմետրային ցանցի ուղղահայաց գծերին զուգահեռ կառուցված գծի հյուսիսային ուղղության և նպատակակետին միացնող գծի միջև կառուցված անկյունն է, հաշված ժամսլաքի շարժման ուղղությամբ։ Ինչպես մագնիսական հակման դեպքում էր, այստեղ ևս առաջանում է առանցքային միջօրեականի և մագնիսական միջօրեականի միջև անկյունային տարբերություն, որը կոչվում է մագնիսական խոտորում։ Արդյունքում, եթե դիտարկենք նմուշային տեղագրական քարտեզը, ներքևի ձախ անկյունում քարտեզի լուսանցքում կտեսնենք խոտորումը պատկերող դիագրամ իր ուղեկից բացատրական տեսքով։ Այստեղ նշվում է իրական միջօրեականը, ցանցի գիծը և մագնիսական միջօրեականը, իրենց միջև կազմված համապատասխան անկյուններով։ Մասնավորապես տեսնում ենք, որ մագնիսական միջօրեականը, որը ցույց է տալիս կողմնացույցը, միջին շեղումը 6 աստիճան է։ Ուսումնասիրությունն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է տեղագրական քարտեզ, կուրվի մետր, անկյունաչափ և կողմնացույց։ Քարտեզի հետ աշխատելիս խուսափել ծալումներից և վնասումներից։ Կանոն ուսուր գործիքներ են օգտագործել զգուշությամբ, չվնասել քարտեզի մակերևույթը։ Այժմ փորձենք որոշել այն անկյունը, որը պետք է կողմնացույցով կողմնորոշվելու համար, որպեսզի հասնենք նպատակակետին։ Աշխատանքը սկսենք քարտեզում երկու կետերի ընտրությամբ, որոնց միջև տեղի է ունենալու տեղաշարժը։ Դիցուկ ուզում ենք որոշել արփա սևան թունելի մեկնակետի, A կետի և նույն թունելի ու դաշտային ճանապարհի հատման B կետի միջև մագնիսական ազիմուտը։ Քարտեզի վրա արփա սևան թունելը պատկերված է ստորգետնյա ջրանցք պայմանանշանով, իսկ ճանապարհը դաշտային ճանապարհ պայմանանշանով, երկար կետագծերով։ Տվյալ դեպքում երկու կետերի միջև ուղիղ գիծն արդեն կառուցված է, և դա արփա սևան ջրատարն է։ Անկյունաչափով որոշենք AB ուղի կազմած անկյունը կիլոմետրային ցանցի ուղղահայաց գծի ուղղության հետ։ Դա կլինի ուղղության անկյունը, այն հաշվում ենք ժամսլաքի ուղղությամբ։ Անկյունաչափը տեղադրենք կիլոմետրային ցանցի ուղղահայաց գծին զուգահեռ, O կետը տեղադրելով մեկնակետում։
Ընտրեցինք անկյան չափը։ Այն ստացանք 295 աստիճան։ Սա աշխարհագրական ազիմուտն է։ Այժմ որոշենք մագնիսական ազիմուտը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ուղղության անկյունից հանել մագնիսական խոտորումը, որը համարժեք է 6 աստիճան 22 րոպե, գումարած 2 անգամ 0 աստիճան 03 րոպե, որն էլ հավասար է 6 աստիճան 28 րոպե։ Այսպիսով մագնիսական ազիմուտը կլինի 295 աստիճան հանած 6 աստիճան 28 րոպե, հավասար է 288 աստիճան 32 րոպե, քանի որ խոտորումը արևելյան է։ Իսկ հիմա որոշենք նաև ճանապարհի երկարությունը։ Դրա համար կուրվիմետրի օգնությամբ չափենք անցնելիք ճանապարհի երկարությունը։ Այն ստացանք 6 սանտիմետր։ Օգտվելով մասշտաբից հաշվենք ճանապարհի իրական երկարությունը։ 6 անգամ 10,000, հավասար է 60,000 սանտիմետր, հավասար է 600 մետրի։ Այս քայլից հետո կողմնացույցի վրա հստակեցնենք մագնիսական ազիմուտի չափը։ Կողմնացույցի օգնությամբ կարող ենք ուղևորվել դեպի նպատակակետ։ Մոտ 288 աստիճանի մագնիսական ազիմուտով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է կողմնացույցը դնել 288 աստիճանի վրա։ Սա նշանակում է, որ կողմնացույցի վրա շարժման ուղղությունը ցույց տվող սլաքը պետք է համապատասխանեցվի կողմնացույցի ցուցիչի 288 աստիճանի նշանին։ Այնուհետև պտտենք մեր մարմինը, մինչև մագնիսական սլաքը ուղղվի ուղիղ դեպի N նշանը։ Այդ դեպքում մենք կնայենք ճիշտ ուղղությամբ դեպի նպատակակետ։ Տեղագրական քարտեզի ուսումնասիրությամբ և գործնական չափումներով մենք գործնականորեն հստակեցրեցինք ուղղության անկյան, աշխարհագրական ազիմուտի և մագնիսական ազիմուտի հասկացությունները։ Հասկացանք, որ քարտեզը կապված է աշխարհագրական հյուսիսի հետ, իսկ կողմնացույցը ցույց է տալիս մագնիսական հյուսիսը։ Հետևաբար դրանց միջև առաջանում է անկյունային տարբերություն՝ մագնիսական խոտորում։ Ուսումնասիրեցինք, որ ուղղության անկյունից մագնիսական ազիմուտ ստանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել խոտորման արժեքը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։